Ահա եւ վերջ, մենք շեմին ենք աշխարհի ամենագեղեցիկ տոնի, Ամանորի։ Տոնական միջավայրում մենք 2025-ին հրաժեշտ ենք տալիս այն մարդկանց հետ, ովքեր ամբողջ տարվա ընթացքում պատասխանատվություն են վերցրել ուրիշների հանդեպ, առաջնորդել, պաշտպանել, կրթել, բուժել, ստեղծագործել եւ ոգեշնչել։ Հենց նրանց շնորհիվ ամբողջ տարվա ընթացքում շատերի ճանապարհները դարձել են ավելի լուսավոր, ավելի ապահով, ավելի վստահելի։ Ձեզ սպասում են անկեղծ խոսակցություններ, անակնկալներ եւ լավ տրամադրություն։ Հաղորդման գործընկեր Armenia Marriott հյուրանոց։ Armenia Marriott հյուրանոց։ Շքեղության եւ հյուրընկալության նշաձող Երևանի կենտրոնում։ Հաղորդման գործընկեր Մարաշի։ Ամանորյա ուրախության ամենաքաղցր պահերը ստեղծեք Մարաշիի հետ։ Հագուստը Անի բուտիկ։ Անի բուտիկը շնորհավորում է ձեր ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Տոնի նշանակությունը ամփոփելու վերաբերյալ ինձ համար, ամփոփել նախորդ տարին, վերլուծել ինչ հաջողություններ ենք ունեցել եւ ինչ բացթողումներ ենք ունեցել եւ իր երթին արդեն շարունակությունը, նոր պլանավորումը, նոր ծրագրերը, որոնք պետք է իրականացնենք հաջորդ տարում։ Այսինքն ինքը ամփոփման, ավարտի եւ սկզբի մասին է ինձ համար։ Ամենասիրված ու սպասված տոնն է։ Ես իրականում տոներ շատ եմ սիրում ու շատ ենք նշում մեր տանը, մեր ընտանիքի փոքր տոները նաև մեր ամուսնության օրը, հանդիպման օրը, երեխաների հետ կապված, ասենք, իրենց նշանադրության, ամուսնության, ամեն դեպքում մենք փորձում ենք ամեն օրը սարքենք գեղեցիկ եւ տոնական։ Բայց իհարկե նոր տարին դրանց բոլորից տարբերվում է նրանով, որ ինքը համատեղ, համասփյուռ, համաշխարհային բոլորով են տոնում ու այդ բոլոր մարդկանց էներգետիկան գումարվում է։ Նոր տարին շատ ընտանեկան տոն է ինձ համար, նաև շատ հեքիաթային, որքան էլ հոգնած լինեմ տարեվերջին, թե ընտանեկան, թե աշխատանքային գործերից, միշտ այդ նոր տարվա պահը հեքիաթի է նմանվում ինձ մոտ։ Նոր տարվա խորհուրդը իհարկե յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում դա Հիսուսի ծննդյան հետ է կապված։ Մանուկ Հիսուսի ծնունդը դա նոր կյանքի, նորությունների, ինչ-որ չգրված բաների, սպասումների, իրականություն դառնալու ինչ-որ մի սկիզբ է, բայց նոր տարին իմ համար հնարավորություն է նախ եւ առաջ ամփոփելու այն անցած հինը, ապրած հինը, այն ապրած վերջին տարին, գտնելու այն սխալները, որոնք որ առաջին հերթին ես արել եմ, ներելու այն մարդկանց, ում հետ միգուցե որ անարդար եմ եղել, ինքս իմ մեջ բազմաթիվ հարցեր ու պատասխաններ տալու, վերհանելու, շտկվելու, ուղղվելու եւ իհարկե գնահատելու այն ամենը, ինչ որ արել եմ։ Երկրորդը բնականաբար նոր տարին դա նոր հնարավորությունների ինչ որ մի շրջան է։ Մենք բոլորս պետք է ունենանք մի կետ, որը կբաժանի մեր գործողությունները, մեր կյանքը, մեր ապրելակերպը, մինչև եւ հետոյի։ Նոր տարին այդ կետն է, որը հնարավորություն է տալիս մեզ նորովի ապրելու այն, ինչը որ արդեն ապրել ենք, ունենալու նոր մոտեցումներ, նոր հայացքներ, նոր հնարավորություններ եւ մարդկանց գնահատելու եւ մարդկանց տեսնելու, սիրելու, շփվելու նորովի։ Այս է նոր տարին։ Ես հիշում եմ, որ մանկության տարիներին մենք որևէ այլ տոն չենք ունեցել, նույնիսկ ծննդյան տոները մեզ մոտ չէին նշում, չգիտեմ, ինչպես որ հիմա է ընդունված, չէ՞, շքեղ տոն նշել ծննդյան։ Մեր կյանքի միակ տոնը դա նոր տարին էր եւ այդ մենք անհամբերությամբ էինք սպասում նոր տարվան, գիտեք, որովհետեւ այդ այն եզակի տոններ, որ մենք նաեւ մեր որոշակի երազանքները, մեր սպասումները, որոնք մենք ունեինք, ձմեռ պապիկից դրանք կատարվում էին եւ մենք մեր բարձի տակ գտնում էինք փոքրիկ տոպրակներ, որտեղ անակնկալներ կային, հետաքրքիր նվերներ կային։ Ես դեռ մանկուց անհամբեր սպասում էի նոր տարվան։ Երբ մանուկ էինք, այդ խորհուրդը ուրիշ էր, ինչքան մեծանում ենք խորհուրդը փոխվում է։ Կարծում եմ կյանքի մի մասի ավարտ ու նորի սկիզբ նորը պետք է սկսել հենց տոնակատարությամբ, նորը պետք է սկսել ընտանեկան միջավայրում, նորը պետք է սկսել աշխատանքի հետ կապված,
Այսինքն այն ամբողջ ինչ մտածում ու պլանավորում ես, նորը դրա հետ պիտի սկսել։ Իզուր չասում են, ոնց նոր տարին կսկսես, այնպես էլ կգնա։ Կարծում եմ դրա մեջ ինչ-որ լուրջ մեծ խորհուրդ կա։ Պատանեկության, մանկության, ընտանիքի հուշերի խորհրդանիշ է, երեխա ժամանակվա երազանքների, նոր նպատակների, մանդարինի հոտի, մեր ձյունաշատ Երևանի, այդ խորհրդանիշն է նոր տարին ինձ համար։ Նոր սկիզբ, նոր նպատակներ, երազանքների իրականացում, վերաիմաստավորում, այդ ամենը ինձ համար նոր տարին է։ Նոր տարին ինձ համար շատ խորհրդավոր տոն է եւ շատ խորհրդանշական, քանի որ տարին ավարտվելուց միշտ վերանայում ես քո անցած տարին եւ փորձում ես նորովի մտնել նոր տարին։ Նախ ուրախություն է, քանի որ ընտանիքով պետք է սեղանի շուրջ հավաքվենք, բայց նաև շատ լուրջ ժամանակահատված է վերանայելու տարվա ավարտի սխալները եւ նորովի նոր տարի մտնել։ Տոն է ուրախության, սպասումների, քանի որ մենք տարին գլորում ենք ու մեզ թվում է, որ գալիք տարին մեզ կբերի ել ավելի մեծ հաջողություններ եւ իհարկե հպարտություն, քանի որ մենք անցյալ տարի մեր ետևում լիքը լավ գործեր ենք թողել ու պատրաստ ենք այս տարի նորից նորը շարունակել։ Ինձ համար դա սպասումների, նոր երջանկությունների, նոր սիրո տարի է։ Նոր տարին իմ համար հրաշքի սպասման տոն է ու կարծում եմ, որ անկախ տարիքից փոքրիկները թե մեծիկները նոր տարում կարծես թե բոլորս հրաշքի ենք սպասում, հեքիաթի ենք սպասում ու քանի որ սպասում ենք, ես կարծում եմ, որ ամեն մեկի կյանքում այն յուրովի իրականանում է։ Մարդկը սպասում է բարիքի, մարդկը սպասում է, որ ինչ-որ մի բան պետք է ստեղծի այդ տարում ու ստացվում է, որովհետև իրականում ինչքան մեծ երազում ես, ինչքան շատ սպասում ես, այդքան էլ իրականանում է։ Նոր տարին այն ժամանակն է, որ մի պահ կանգ ենք առնում եւ նայում ետ։ Ոչ միայն հաշվետվության համար, այլ նաեւ շնորհակալության։ Եվ յուրաքանչյուրս նախորդ տարվանից վերցնում է փոքրիկ ուրախությունները, մեծ ու փոքր հաղթանակները, ինչու՞ չէ նաեւ դժվարությունները եւ իր հետ տանում հաջորդ տարի։ 2025-ը աշխատանքային առումով կարող եմ ասել, որ բավական լուրջ ձեռքբերումների տարի էր։ Գոհ եմ 2025-ից եւ գրասենյակը որպես Faberlic ընկերության ներկայացուցչություն պաշտոնական եւ ես որպես տնօրեն առաջին նոմինացիայում հաղթող եմ ես դարձել, թող անհամեստ չհնչի, բայց կարծում եմ, որ դա օրինաչափ է, քանզի երբ ինչ-որ գործի եմ մղվում, մտնում եմ ինչ-որ աշխատանքի մեջ, ինձ համար բավական բարձր նշաձող եմ սահմանում եւ փորձում եմ անպայման հասնել այդ նշաձողին եւ այս տարին էլ բացառություն չի կազմում եւ ես կարծում եմ, որ հաջողել եմ։ 2025 թիվը ինձ համար ինչպես եւ բոլոր տարիները ինձ համար սիրո, նորությունների, լավ ընկերների, ուրախ կյանքի տարիներ են, որովհետեւ ես իրավունք չունեմ տխուր լինելու, ես միշտ պետք է ուրախ լինեմ եւ ես աշխատում եմ իմ ապրած ամեն մի վայրկյանը անցկացնել պոզիտիվ եւ դա ինձ թվում է արտացոլվում նաեւ իմ արտաքինի վրա։ 2025 թվականին նախ ունեցել եմ բավականին շատ նոր հաճախորդներ, որոնք որ այցելել են ինձ ինչ-որ մեկի խորհրդով եւ ես բավականին շատ նորություններ եմ մտցրել իմ սպասարկման ոլորտում, թե նյութերի, թե տեխնիկայի եւ թե ընդհանրապես մոտեցման տեսքով։ 2025 թվականը ինձ համար բավական բարդ տարի էր եղել։ Այս տարի ես ավելի շատ լսեցի, քան խոսեցի, ավելի շատ խորհեցի, ավելի շատ ռազմավարություն մշակեցի ու պատրաստվում եմ հաջորդ տարում արմատները խորացնել մշակած ռազմավարությամբ։ Ու այն սխալները, որ եղել են այս տարվա մեջ, բնականաբար մյուս տարի չեմ կրկնելու։ Դժվար տարի էր, չգիտեմ ինչի ամեն տարին մեկը մյուսից այսպես պակաս դժվար չի, բայց մեր Նորք Մարաշյան թիմի հենց հզորությունը դրա մեջ է, որ միասին հաղթահարում ենք ու բարեբախտաբար երբ որ նշում էինք մեր ընդհանուր թիմով նոր տարին բոլորը գոհ էին
Երբ որ ամբողջ աշխատակիցների աչքերին տեսնում ես ուրախություն ու շնորհակալություն ես լսում, դրանից լավ գնահատական կարծում եմ չկա։ Կարծում եմ կարևորը 25 թվականին նոր մեթոդիկաների ձեռքբերումն ու կիրառումն է, նոր սարքավորումների ձեռքբերումն ու կիրառումն է, ինչպես նաև թիմային այն ոգին, որը օգնում է Նորք Մարաշին մնալ այս դժվար դաշտում իր դիրքերում, որովհետև Նորք Մարաշը առաջի հերթին բժշկություն իրականացնող բուժ հաստատություն է ու մնալ քո դիրքում, քո առաջատարի դիրքում բավականին դժվար է, իսկ դա մեզ հաջողվեց 25 թվականին։ 2025-ը ինձ համար շատ աշխատանքային, աշխատանքով եւ նորություններով լի տարի էր, քանի որ նախապատրաստվում էի նոր պրոյեկտի եւ որպես դիզայներ եւ որպես մարդ, ով պետք է նոր շունչ հաղորդի իր աշխատանքին, բավականին մեծ հաղթահարումներ անցան։ Շատ լուրջ, լավ տարի էր 2025 թվականը ինձ համար, թե մասնագիտական, թե գործնական առումով, քանի որ վերաբացվեց մեր Երևան բժշկական կենտրոնը եւ ահռելի տիտանային աշխատանք կատարվեց կարճ ժամանակում, որպեսզի ինքը նույն տարում նաեւ սկսի իր գործունեությունը եւ մեր բուժառուներին սպասարկի։ Այդ առումով շատ աշխատանքային տարի էր, այսպես ասեմ, եւ հրաժեշտ եմ տալի էլի տենց խորը եւ հարգանքով եւ ափսոսանքով եւ միտված դեպի նորի։ 2025-ին հրաժեշտ եմ տալիս շնորհակալությամբ, որովհետեւ ունեցանք շատ ձեռքբերումներ եւ մեր մասնագիտական բնագավառում եւ անձնապես ընտանիքիս հետ կապված շնորհակալ եմ ամեն դեպքում 2025-ից եւ մեծ հույսեր ունեմ, որ այս գալիք տարին պիտի իր հետ բերի շատ ավելի հետաքրքիր, սպասված լուրեր։ Խելացի մարդը ամեն տարին պիտի գնահատի, որովհետև երբեմն ասում են մենք մեծանում ենք, տարիք ենք առնում, դա ավելի շատ ծննդյան օրերին է իհարկե վերաբերում, բայց ես գտնում եմ, որ ամեն մի կնճիռը, ամեն մի փորձը, ամեն տարի ձեռք բերված, դա մեր հարստությունն է, որը մենք հիմա կարողանում ենք շարելով այսպես դարակներում հարկ եղած ժամանակ բացել հարմար դարակը եւ օգտվել այդ փորձից։ 2025-ին իմ փոքր տղան առաջին դասարան գնաց։ Դա մի աննկարագրելի զգացողություն է, որովհետեւ երբ ավակ որդիս էր գնում դպրոց, ես երիտասարդ էի բավականին։ Զգացողությունները այնպեսին չէին, միգուցե պատասխանատվության զգացումը այնպեսին չէր։ Այս տարի արդեն, երբ կրծեր որդիս էր գնում, անգամ մի պահ հուզվել էի։ Երկրորդը ավակ որդուս չարչարանքի եւ համառության շնորհիվ նա կարողացավ հաղթահարել առաջին հայացքից իր համար անհաղթահարելի թվացող վարորդական իրավունքի քննության փոքր բաներ են, բայց իրավի այն բաներն են, որոնք ինձ շատ են ուրախացրել։ Մասնագիտական իմաստով պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին հիմնվեց առաջին ռոբոտային վիրաբուժական թիմը Սլավմեդ բժշկական կենտրոնում հենց մեր մոտ, եւ Հայաստանի Հանրապետությունը իր պատմության մեջ առաջին անգամ ունեցավ առաջին վիրաբուժական ռոբոտային համակարգը։ Սա միգուցե առաջին հայացքից ոչ այնքան բղավող ձեռքբերում է, բայց իրականում սա ձեռքբերում է, որը Հայաստանի Հանրապետությունը առողջապահական իմաստով դրեց մեկ այլ մակարդակի վրա, հավասարեցրեց աշխարհի այն հզորներին, որոնք այսօր համարվում են առողջապահական համակարգում եղանակ փոխողներ։ Եվ ես հպարտ եմ, որ կանգնած եմ աղմուկներում այս իրադարձության եւ ես իրապես հպարտ եմ իմ հանրապետության համար եւ հպարտ եմ, որ կարողացել եմ իմ թիմի հետ միասին, ղեկավարության հետ միասին կատարել այս թող որ փոքրիկ, բայց առողջապահական հեղաշրջումը մեր հանրապետության, մեր բնակչության համար։ Ինձ համար նոր տարին նոր սկիզբ է մի տեսակ։ Ես իմ բոլոր պլանավորումը անում եմ տարվա սկիզբ ու հետևում եմ դրան տարվա ողջ ընթացքում։ Ու հետաքրքիրն այն է, որ մի քանի օր առաջ նույնիսկ նայում էի իմ 2025-ի պլանավորումը ու տեսա, որ
մեծ մասը իրականացրել եմ։ Ես նույնիսկ տարվա ընթացքում մոռացել եմ ինչ պլաններ, ինչ նպատակներ եմ դրել 2025-ի համար, բայց վերջերս տեսա, որ իրականացել են։ 2025-ը շատ աշխատատար տարի էր։ Փաստացի մենք 2 նոր մասնաճյուղ կարելի ասել բացեցինք 2025-ին, որի դեպքում աշխատանքը ել ավելի բուռն է։ Նաև ինձ համար շատ նշանակալից էր ընտանեկան առումով, որ իմ տղան առաջին դասարան գնաց 2025-ին, որ էլի կարևոր իրադարձություն է, հա, կնոջ կյանքում։ Այսինքն եւ աշխատանքային եւ ընտանեկան առումով շատ բուռն տարի էր։ 25 թվականը մենք ամփոփում ենք աշխատանքային մեծ ծանրաբեռնվածությամբ, որովհետեւ գիտենք, որ օրենսդրական դաշտը մեզ հանգիստ չի տալիս եւ բազմաթիվ օրենքներ են նոր ընդունվել եւ սպասում ենք դեռ պետք է ընդունվեն։ Բնականաբար մեր մասնագիտության շրջանակներում մենք պարտավոր ենք շատ մանրակրկիտ ուսումնասիրել այդ օրենքները եւ բացի այն, որ մենք պետք է դրանք կյանքի կոչել, մենք պարտավոր ենք մեր գործընկերներին, մեր ընկերներին, մեր հարազատներին տեղեկացնել, որ կան նոր օրենքներ եւ օգնենք կառավարությանը այդ օրենքները կյանքի կոչել։ 2025 թվականում որպես անց իրադարձությունները աշխատանքային հաջողություններ եղել են բնականաբար, բայց ես սկսել եմ ավելի շատ ընթերցել ինձ համար ավելի հետաքրքիր գրքեր եւ ավելի շատ ժամանակ հատկացնել իմ բացի մասնագիտական աճից, նաեւ անձնական աճի վրա ժամանակ հատկացնել եւ ճամփորդությունները, որ ինձ համար շատ կարեւոր են։ 2025 թվականին ես բացահայտեցի նոր երկրներ եւ կարծում այդ ճանապարհը կշարունակվի հաջորդ տարիներին։ Մելոմաններ խմբի մեծագույն նվաճումներից եւ հաջողություններից մեկը եղավ, որ այս տարի մեր խումբը ել ավելի ընդլայնվեց, շատ տաղանդավոր նոր երաժիշտներով։ Մեզ միացան շատ տաղանդավոր երաժիշտներ Արցախից, որոնք ներկայացնում էին Արցախում էստրադային համույթը, Ղարաբաղի էստրադային համույթը։ Մեզ միացավ նաեւ Մանուշ Պողոսյանը, մենակատար։ Համերգներով են ելույթ ունեցել այս տարի տարբեր տեղերում։ Մեզ միացավ նաև Հայկոն, մեր երիտասարդ կադրերից, երիտասարդ երգիչներից եւ այսուհետեւ հանդես են գալու Սարեցի ռեստորանում։ Սիրով հրավիրում եմ մեր բոլոր երկրպագուներին, լավ տրամադրությունը եւ բարձրակարգ երաժշտությունը մելոմաններից, եւ իհարկե լավ ուտեստները, համով ուտեստները շեֆ Խոհարարից։ Սիրով կսպասենք բոլորից Սարեցի ռեստորանում։ Բարեբախտաբար ես նախկինում եւս ունեցել եմ հնարավորություն աշխատելու, համագործակցելու Մելոմաններ բենդի հետ եւ այժմ շատ ուրախ եմ կրկին նրանց միանալու համար, տղաներ, ովքեր որ երկար տարիների իրենց աշխատանքով կարողացել են գրավել իսկապես բարձրակարգ երաժշտություն սիրող, գնահատող հանդիսատեսի սրտերը։ 2025 թվականի լավագույն ձեռքբերումներից մեկը եղել է, որ միացել եմ Մելոման բենդին։ Ճիշտ ասած վերջապես հասկացել եմ, թե որն է պրոֆեսիոնալիզմն իրենց շնորհիվ, շատ շնորհակալ եմ իհարկե։ Վերջապես ես երգում եմ այն երգերը, որոնք որ ես սիրում եմ, այլ պարտավոր չեմ երգել այն երգերը, որոնք որ պահանջում են։ Աչքերդ ինձանուց տանջում են, անունդ սիրո կարուն են, անունդ կեզ նման սիրուն են, աչքերդ ամբերջ կանչում են,
Աչքերդ ինձանուր շտանջում են Անունդ սիրո կանուն է Անունդ քեզ նման սիրուն է Ցաղիկները բացվել են Քեզ նման գեղեցիկ Աղբյուրները երգում են Քո ձայնով արևի Երազները շողում են Քո հայլով արևի Աչքերդ ամբերջ կանչում են Աչքերդ ինձանուր շտանջում են Անունդ սիրո կանուն է Անունդ քեզ նման սիրուն է Աչքերդ ամբերջ կանչում են Աչքերդ ինձանուր շտանջում են Անունդ սիրո կանուն է Անունդ քեզ նման սիրուն է Ես անգամ կուզենայի, որ իմ մանկության տարիների նոր տարին հետ բերեի, որովհետև այդ տոնը մեր ծնողներն էին մեր համար ստեղծում ու մենք մեծացանք այդ հեքիաթի մեջ։ Իսկ հիմա մենք ապրում ենք այլ իրականության մեջ, կարծես թե ավելի դժվար ժամանակներ են ու շատ ավելի դժվար է լինում կազմակերպել իրական հեքիաթ, բայց քանի որ մանկուց այդ հավատը, ձմեռ պապիկի, այդ հրաշքը, ձյունը, փաթիլները, մանդարինի բույրը, դարչինով թեյի բույրը, քանի որ մեզ ասոցացնում է ամանորի հետ, կարծում եմ մենք էլ կարողանում ենք մեր բալիկների համար կազմակերպել այդ հեքիաթային տոնը։ Շատ լավ, շատ տպավորիչ, շատ վառուն, շատ հասարակ, ուրախ նոր տարիներ էր ընտանեկան միջավայրում, մեր ժամանակ մեր սերունդը բոլորս են տոպրակներով, մանդարին, պոպոկ, կոնֆետներ եւ առավոտյան որ իջնում էինք արդեն զարթնում էինք, վազում էինք տոնածառի տակ, որ ամեն մեկս մեր նվերը վերցնի։ Ընտանեկան միջավայր, նոր նպատակների մասին մտորումներ, հինի նկատմամբ հարգանքը, հինի նկատմամբ հուզմունքը, միշտ երբ որ նստում ես ճանապարհում ես հին տարին, մի ձև հուզվում ես այդ ոնց որ դու հրաժեշտ ես տալի, ոնց որ մի մարդու էլ երբեք չես տեսնի այդպիսի տպավորություն, բայց միևնույն ժամանակ նաև այդ հինը վերածնվելու մի քանի վայրկյան րոպե հետո վերածնվելու այդ ուրախությունը, այսպես էմոցիաներ է նոր տարին ինձ համար։ Իրական եղևնու բույրով, այդ մանդարինի բույրով, այդ փոքրիկ ճռճռան պարկիկի տոպրակի մեջ այդ կոնֆետների սպասումով, այդ ընտանիքի ջերմության, որովհետև ես հիշում եմ իմ մանկությունը եւ նոր տարին, չնայած որ դրանք շատ ծանր տարիներ էին, իրականում ծանր տարիներ էին, այսպես ասենք, ցուրտ եւ մութ տարիներ էին, բայց դրանք շատ ջերմ տարիներ էին։ Իմ մանկության նոր տարիները շատ ջերմ են եղել, որովհետև դրանք իրականում ընտանեկան տոնի տարիներ էին, դրանք իրականում համախմբման տարիներ էին, դրանք տարիներ էին, որտեղ մարդիկ կարծում են, որ ավելի ամեն դեպքում անկեղծ էին։ Նվերները ավելի սրտանց էին։ Ես իրականում ապրում եմ մինչև հիմա այդ զգացողությունները իմ երեխաների հետ, որովհետև երեխաների հետ դու նորից մանուկ ես դառնում ու ամեն ինչ հիշողությանդ մեջ կրկին արտահայտվում է, իսկ մանկության տարիներին մենք երբեք չենք ունեցել արհեստական տոնածառ։ Ես մարզում եմ ապրել Եղեգնաձոր քաղաքում, ու մեր տոնածառը միշտ եղել է բնական։ Նույնիսկ եղել է, որ ես ինքս իմ հայրիկի հետ եմ գնացել բնական տոնածառ բերելու անտառից։ Այս նոր տարին մի տեսակ շատ ավելի է հիշեցնում ինձ իմ մանկությանը, որովհետև ունենք ձյուն այս տարի։ Մնացած տարիներին շատ ավելի չոր էր, բայց այս տարի քանի կա ձյուն, շատ մեծ կապ է ստեղծում մանկության տարիների իմ նոր տարվա հետ։ Առաջերտին ձյուն, առաջերտին մանկություն, հա, խաղեր, սեղան, հարազատներ, բարեկամներ, ընտանեկան միջավայր, միշտ դա է եղել, որ թանկ հիշողություն է, ցավոք սրտի ամեն տարի չէ որ դա կարող է շարունակվել հենց նույն մարդկանց հետ միասին, բայց միանշանակ խորհուրդը հենց այդ տաք ջերմ միջավայրն է, առաջին ընտանեկան միանշանակ։
Նոր տարին ինձ համար մնացած ատրիբուտների հետ մեկտեղ, ինչպես ձմեռ պապն է, տոնածառը եւ այլն, նաեւ ինձ հիշեցնում է մեր մանկության նոր տարվա օրերը, որ այսօրվա նոր տարվա օրից տարբերվում է։ Փոքր ժամանակ ես հիշում եմ, որ մեր ընտանիքի անդամները յուրաքանչյուր անց խառնված էր ինչ-որ մի գործի մեջ եւ ամեն մեկը մի կարևոր աշխատանք էր կատարում եւ նոր տարվա 12 խփելուց հետո ոչ միայն մենք մեր ընտանիքի անդամներով, այլ մեր ամբողջ հարևաններով նշում էինք նոր տարի եւ այդ հին ժամանակվա նոր տարին դրանով էր տարբերվում այսօրվա նոր տարվա օրից։ Հիշողությունը ինձ այդտեղ է տանում։ Ես ինքս շատ սիրում եմ տոնել տանը, քանի որ մեր ընտանիքը մեծ է եւ նախկինում մեզ հետ ապրել են իմ ամուսնու տատիկը, պապիկը, սկիսուր մայրիկս եւ միշտ իրենց բարեկամները հորաքույր, մորաքույր իրենց երեխաներով, թոռներով գալիս էին մեր տուն, որտեղ մեծերը մեր տանն էին ապրում։ Սեփական տունն է մեր տունը ու շատ սիրում եմ զարդարել գեղեցիկ, պատրաստել ուտելիքներ ու պարտադիր ամեն տարի ամուսինս խնդրել է Լապլանդիայից ձմեռ պապիկը եկել է ու միշտ ժամը 8-ին երեխաները երևի թե 10 տարի անընդմեջ պատրաստել են դե իրանք հիմա արդեն մեծ են համարյա 35-36 տարեկան եւ 2 տարով ավելի փոքրացող, բայց իրանք պատրաստել են եւ բանաստեղծություններ եւ նվագել են 4 ձեռք կամ երգել են կամ ապարել են պարտադիր ու Ձմեռ պապիկը միշտ իմացել է, թե ինչ ձեռքբերումներ են ունեցել այդ տարվա ընթացքում եւ պարտադիր բոլորին խրախուսել է։ Եվ դա շատ հետաքրքիր է անցել ու ես սիրում եմ տանը իհարկե դա անել։ Քանի որ ես ծնվել եւ մեծացել եմ գյուղում, Աղցիկ գյուղում, Արագածոտնի մարզ, գյուղերում այն ժամանակներում ավելի հետաքրքիր, քանի որ 12-ի, որ զանգերը հնչում էին, որ նոր տարին արդեն եկել է, հարևանները սկսում էին մեկը մեկի տուն գնալ եւ շնորհավորել։ Այդ ժամանակ բոլորը բերում էին մեզ տոպրակներ, մրգերով, կանֆետներով։ Ձմեռ պապին չեմ հավատացել, բայց ինձ համար ձմեռ պապին եղել է իմ հայրը, որ միշտ մեզ նվիրում էր այն, ինչը որ մեզ պետք է ու մենք սիրում ենք։ Մենք 6 երեխա ենք եղել ու ինձ հիմա այնքան հասկանալի է, թե ինչ դժվար էր իմ հոր համար այդ 6 երեխային նվիրել այդքան նվեր, որ կարողանա համոզի մեզ, որ ձմեռ պապի գոյություն ունի։ Մենք հավաքվում ենք ընտանիքով եւ անպայման մի հետաքրքիր բան ենք մտածում։ Դա կարող է լինել ճանապարհորդություն, դա կարող է լինել ընտանեկան հավաք, բայց միևնույն է շատ սիրում եմ եւ միշտ ուրախ եմ անցկացնում։ Ամանորին պատրաստվելու համար առաջինը ինձ պետք է զարդարել տոնածառը։ Դա իմ համար առանձին մի արարողություն է, որի վրա ես ծախսում եմ երկար ժամանակ, քանի որ ամեն տարի փոխում եմ գույները եւ այդ տարվան համահունչ գույներով եւ խորհրդանիշներով զարդարում եմ ամանորվա տոնածառը։ Այս տարի նաև զարդարել եմ արվեստանոցը եւ ամենակարևորը տարվա խորհրդանիշ հրեղենձիոն համապատասխան զարդեր պատրաստել։ Ալեքսիսը նույնպես պատրաստ է ամանորին։ Սիրում եմ ինքս իմ տոնածառները, իմ սրահը կամ տունը զարդարել ինքս իմ ձեռքով, որովհետեւ դա մի ուրիշ զգացողություն է։ Ես գնում եմ դարձյալ մանկություն, հիշում եմ, թե ոնց էինք ընտանիքով, երեխաներով մեր տոնածառերը զարդարում, այգու ծառերն էինք լույսերով զարդարում եւ ինձ թվում է գեղեցիկը պետք է լինի ամեն տեղ։ Նոր տարին մեր տանը սկսվում է դեռևս նոյեմբերի վերջերից, ասեմ, մենք պատրաստվում ենք շատ ուրախությամբ, մեծ հրճվանքով պատրաստվում ենք, սկսում ենք տունը ձևավորել, բակը ձևավորել, մեզ համար տոնական տրամադրությունը սկսվում է այդտեղից։ Վերջին մոտ մի 10 տարին մենք գրեթե նոր տարին տանը չենք անցկացրել եւ այդ ավանդական սեղան պատրաստելու process-ներ որպես այդպեսին ես չեմ հասցնում կատարել, սակայն այս տարի մենք որոշել ենք, որ պիտի նշենք տանը եւ այս ավանդական կերպով կպատրաստվեմ լայն գեղեցիկ մեծ սեղանների եւ մեծ ընտանիքով այս տարի կնշենք այդպես։ Նոր տարին դիմավորում ենք, դա կարծում եմ մեր բոլոր իմ հասակակիցների մեջ դա ընտանեկան տոն է։ Գրեթե միշտ եղել եմ Երևանում իմ ընտանիքի հետ,
փոքր ժամանակ ծնողներիս հետ, մեծ ժամանակ իմ ընտանիքի, ինչպես նաև նորից ծնողներիս հետ, եթե տատիկ-պապիկներս կային, իրանց հետ նաև։ Եվ այո, շատ ինքը ուրախ տոն եմ համարում, փոքր ժամանակվանից շատ ենք սպասել այն օրը, երբ հայրիկը տոնածառը բերում, դնում, երբ ենք մենք բոլորով միասին սկսում զարդարել, այն սովետական խաղալիքներ են, Գեդերովսկի խաղալիքներ կային, այդ խաղալիքները, որ մի հատը կարողանքներ կոտրվեր եւ այլ։ Հետո արդեն տեսնում ես, հրճվում ես քո բալիկները ոնց են ոգևորվում, ուրախանում, թե դու ես բերում տոնածառը, իրանք ինչպես են զարդարում։ Այսինքն ընտանեկան միջավայր, որտեղ ավելի շուտ այդ սիմվոլիկան եմ կարևորում, քան այդ ուտելիքը, քան որ բժիշկ եմ, շատ լավ գիտեմ, որ ծանր կերակուրը այդքան հաջող չի ելնի։ Ցավոք սրտի մեծանում ենք ու ցավոք սրտի կորուստները ավելի շատանում են բոլորիս ընտանիքներում, մեծերը ցավոք սրտի մեզ լքում են, միշտ գերագնահատել եմ հենց ընտանեկան միջավայրը, ընտանեկան իրավիճակը, ընտանեկան ջերմությունը ու հանգիստը, հավաքներին, մեծերին սեղանի գլխին նստած ու միշտ դա կարևորել ենք, աշխատել եմ դուրսը երբևիցե նոր տարի չանեմ, միգուցե ամսի 1-ին, 2-ին, 3-ին որից եմ տեղի վրա մեկնում էինք նախկինում, բայց միշտ 31-ը ընտանեկան միջավայրում ենք անցկացրել հայրական օջախում։ Բոլորը շատ լավ գիտեն, որ իմ ամենասպասված ու սիրելի տոնը դա ամանորն է, ու դեկտեմբերի 1-ից սկսած մենք մեր մանկապարտեզների բոլոր մասնաճյուղում զարդարում ենք ֆանտաստիկ կերպով են մինչև վերջի շունչը եւ ուժը, մինչև վերջի մարդը երեխաների համար այդ հեքիաթն ենք ստեղծում, այ մեր վերջին միջոցառումից հետո երբ որ ես գնում եմ տուն, այդ նույնը, այդ տոնածառը, այդ զարդարանքները ամբողջությամբ սկսվում են տանը ու տարի եղավ, որ մենք ընտանիքով նշեցինք ոչ Հայաստանում դրսում եւ ես ինձ խոսք տվեցի, որ հայլևս չեմ կրկնի նման սխալ, որովհետեւ ես կարծում եմ, որ ամանորը դա ընտանիքի տոն է ու ընտանիքը իրար հետ հավաքվելու տոն է, ջերմություն, քաղցրություն, իրար գլուխ հավաքվելու հին ավանդույթը կարծես թե մարել է շատ-շատեր ընտանիքներում եւ սիրում են դրսից երեկույթները կազմակերպել, բայց ես սիրում եմ տանը իմ ընտանիքի անդամների հետ ու աշխատում եմ միշտ այն հին մութ ու ցուրտ տարիների այն քաղցրությունը անգամ որ մոմի լույսի տակ կար, մի փոքր բերել մեր ընտանիք։ Առավելապես կինս է, Լիլիթն է մտահոգվում եւ նրա իդեաներն են, որոնք ես մեծ սիրով եւ հաճույքով ի կատար եմ ածում եւ մասնակցում եմ դրանց իրականացմանը, բայց նոր տարին ավելի շատ իմ համար այդ հնարավորություն է հենց ընտանիքի հետ շփվելու, որովհետեւ ցավով պետք է արձանագրեմ, որ ես չեմ հասցնում նրանց վայելել այնպես ինչպես կցանկանայի, որովհետև աշխատանքը իմ ժամանակի 80%-ը ուտում է եւ երբ ես տուն եմ հասնում, ցավոք սրտի դա արդեն շատ ուշ է լինում, որդիներս որպես կանոն փոքրները քնած են լինում, մեծերն արդեն մեծ են իրենց աշխատանքը։ Դրա համար դա առաջին հերթին առիթ է հենց ընտանիքը վայելելու, իմ բալիկներին, իմ կնոջ հետ ժամանակ անցկացնելու, ձևավորումները, նվերները իհարկե կարևոր են, բայց դրանցով առավելապես կինս է զբաղվում եւ չեմ կարող հպարտանալ եւ բարձենալ, որ այդտեղ ես մեծ ներդրում ունեմ այս օրերին։ Ամեն տարի ես իհարկե պատրաստում եմ ձևափոխում եմ տունը, պատրաստում եմ տունը նոր տարվա գալիքին, մենք դրսում ունենք մեծ եղևնի, դա էլ ենք զարդարում եւ պարտադիր բոլոր սենյակներում ես սիրում եմ մեծ տոնածառ, փոքր եւ մեր տրադիցիոն տոնածառը պարտադիր ամեն տարի խաղալիքները փոխում եմ, բայց ոչ թե նորն եմ գնում, որտեվ գնելը հեշտ է, կարող ես գումարը տալիս ես, առնում ես ինչ-որ մեկի մտահաղացումը արտաբերում ես, բայց հին խաղալիքները, ասենք, փաթաթում եմ ինչ-որ ուրիշ կտորներով, անձեռոցիկով, վրան ժապավեններ եմ ավելացնում ու իրանց ամբողջական գույնը փոխվում, ասենք, մի տարի լինում է մանուշակագույն, մի տարի կանաչ, ոսկեգույն, այսպես միքսում եմ, անգամ բոլոր մասերում սենյակի դե այդ գեղեցիկ բաները անկյուններում զարդարում եմ, բայց մի տարի շատ հետաքրքիր տոնածառ ենք ունեցել,
իմ միջնեկ տղան էլի Էդգարը շատ կրեատիվ է ինքը, որոշեց, որ պետքա գրքերով սարքի։ Մենք ունենք մեծ գրադարան ու բոլոր այդ գունավոր գրքերը, նամանավանդ այդ հանրագիտարանները, որ կան, դրանք բոլորը տարբեր գույնի են, չէ՞ լինում։ Ինքը շարեց, այսպես ես զարմացա, պատկերացրեք մի 500 գիրք գնաց, ոչ շատ մեծ տոնածառին, բայց այնքան գեղեցիկ էր։ Եվ մի տոնածառ էլ հիշեցի, երբ որ մենք կորցրեցինք ամուսնուս քույրիկին, դա 20 տարի առաջ էր, տոնածառ իհարկե չէինք դնելու։ Երեխաները ինձ կանչեցին հայրիկի հետ, մենք ունենք այսպես խաղասենյակ, դա վերևի հարկում է, այսպես ընդհանուր սենյակում չէր, ու դրված էր մեր եղևնին, իրանք հավաքել էին, բայց այդ եղևնու վրա դրել էին նկարներ իրենց հորաքրոջ հետ, մեր ընտանեկան նկարները, այսպես փակցրել էին, խաղալիքի տեսքով հենց այդ նկարներն էին, այնքան հուզիչ էր, որ ուզեցին ասեն, որ միևնույնն է կյանքը շարունակում է եւ հորաքույրը այնքան ուրախ մարդ էր, որ կուզենար, որ մենք տոնածառ դնենք։ Նոր տարին ինձ համար սկսվում է այն պահից, երբ որ մենք երեխաներիս եւ ամուսնուս հետ զարդարում ենք մեր տոնածառը։ Դա շատ մեծ արարողություն է եւ միշտ իմ երեխաները շատ շուտ են պատրաստվում դրան։ Ես մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ աշխատում եմ, այսինքն ինձ համար նոր տարին նաև շատ աշխատանքային է, ես տուն եմ հասնում երևի վերջին ժամերի ընթացքում։ Երբեք ուշադրություն չեմ դարձնում, որ իմ սեղանը լի լինի, իմ սեղանը լի է ավելի զարդարանքներով, որ էլի երեխաներիս հետ միասին ենք դասավորում, տեղավորում, բայց կարող է նաև ծիծաղելի հնչել, ես ունեմ սահմանած շատ փոքրիկ գումարի չափ, որ չեմ ուզում իմ սեղանի պարունակությունը այդ գումարից անցնի ու փորձում եմ ամեն տարի դա պահել, որովհետև իմ կարծիքով այդ ուտելիքների, դիսերտի եւ ամեն ինչի մեջ չի նոր տարին, այլ այդ պահին միասին սեղան նստել, միմյանց շնորհավորել, նպատակներ կազմել, դա է նոր տարին ինձ համար։ Ինձ համար նոր տարին որպես այդպեսին պարտադիր չի, որ նշեն տանը կամ Հայաստանում, բայց ինքս դեռևս միայն նոր տարի նշել եմ ընտանիքում եւ Հայաստանից դուրս դեռ չեմ նշել, թեպետ հետագայում կան մտքեր, որ կարելի է նաեւ այդ միջոցառումները տեսնեմ, թե այլ երկրներում ինչպես են նշում, բայց ես կարծում եմ, որ կարևոր է այդ օրերին մենք մեզ լիցքաթափենք եւ կարողանանք այդ դրականը մեկս մեկին փոխանցենք եւ մենակ այդ մի քանի օրով մենք չապրենք, մենք կարողանանք ամբողջ տարվա ընթացքում մեզ պահել այդ բարձր էներգետիկայով, բարձր տրամադրությամբ։ Շատ կարևոր է դա ինձ համար։ Մենք շատ նոր տարիներ ենք դիմավորում։ Դրանք նման չեն իրար։ Մեկը դառնում է հիշողություն, մյուսը դառնում է պատմություն։ Բայց մեր կյանքի բոլոր նոր տարիների մեջ կա միակը, առանձնահատուկը, որը պահվում է մեր սրտի խորքում, որպես ամենատակ հիշողություն։ Կա մի յուրահատուկ նոր տարի, դա 20 տարի առաջ էր։ Մենք միշտ նշել ենք մեր տանը, եւ իմ ծնողներն էլ են եկել մեր տուն եւ մենք միասին բոլորով մեծ մի 35-40 հոգանոց միշտ այսպես խնջույք ա եղել մեծ սեղանով, երգով, պարով եւ այլն, բայց մեկ անգամ մենք տրադիցիան խախտեցինք եւ հայրիկը որոշեց մեզ բոլորիս, ես արդեն 3 երեխա ունեի, մեր սկիսուրս, ամուսինս բոլոր բարեկամներով գնացինք Օձուն գյուղ եւ այնտեղ նշեցինք եւ այնքան հետաքրքիր յուրահատուկ էր, մենք աբայի երաժշտության տակ զարդարում էինք տոնածառը, այսպես շփվում էինք մի ուրիշ տեսակի շփում էր եւ հաջորդ օրը բոլոր գյուղացիները, ովքեր որ շատ հարգում էին հայրիկի, սկսեցին մեր տուն գալ։ Դա էլ էր անսովոր, որտեղ չէ, Երևանում մի քիչ ուրիշ է, գալիս են քո շրջապատը, իսկ այստեղ բոլորը գալիս են։ Հայրիկս էլ մի զավեշտալի հետաքրքիր բաներ արել, Եգիպտոսից բերված այսպես սպիտակ հագուստ ուներ ու գլխին էլ այդ գլխաշորը, որոշեց եղբայրս էր բերել Եգիպտոսից, որոշեց, որ դա պիտի դնի ու նստի։ Ու առավոտյան այդ խեղճ գյուղացիները մտնում են ու տեսնում են այսպես հագուստով, այսպես չեն հասկանում, հայրիկն է դե մի քիչ այսպես խիստ մարդ էր, զարմացած նայում են, այս Թամազյան Համլետն այսով է։ Իմ մանկության տարիների նոր տարիներն էին, ես շատ լավ իրապես պատկերացնում էի, թե որքան դժվար է իմ ծնողների համար, բայց պետք է անկեղծ ասեմ, որ թերևս նրանց նվիրվածության, միգուցե անկեղծ սիրո, այդ ջերմության պատճառով
չնայած որ ցուրտ էր, չնայած որ փայտի վառարաններ էին, չնայած որ սեղանները առատ չէին, ես հիմա երբ որ փորձում եմ զուգահեռներ անցկացնել, դրանք այնքան ջերմ էին եւ այնքան վառ էին եւ այդ մանդարինը եւ այդ շոկոլադը փոքրիկ, այդ ճռճռան տոպրակի մեջ փաթեթավորված եւ այդ ձմեռ պապը բամբակյա մորուքով եւ միգուցե հնամաշ այդ հագուստով, հա, դրանք են եղել երևի թե իմ ամենաջերմ, բայց ես հույս ունեմ, որ այս կյանքի այս էտապային թոհուբոհից հետո ավելի լավ նոր տարիներ դեռ լինելու են։ Երկու նոր տարվա մասին կարող եմ պատմել, մեկը ուսանող էի եւ ես խաղում էի բժշկական համալսարանի ԿՎՆ-ի թիմում ու ԿՎՆ-ի թիմի ընկերների հետ ամբողջ գիշեր բոլորի տներով երևի մոտ 7-8 հոգու տուն ամբողջ գիշեր շրջայցի էինք եղել ու ես սիրում եմ քնել, ես չեմ կարողանում մարդուն մնալ եւ լուսադեմ 5-ին տան անկյունում մի հատ աթոռ էի գտել ու քնել էի։ Ընկերներս ինձ տաքսիով տուն ճանապարհեցին, բայց ամեն դեպքում ես հիշում եմ այդ տարին ամենաքաղցր տարին էր։ Երկրորդ նոր տարին, երբ որ հրավառություն էր, մենք մեր բարեկամի բոլոր երեխեքով, հոպարի հորքուրի երեխեքով գիշերը ժամը 12-ին ու այդ տարի շատ առատ ձյուն էր եկել, շատ դժվարությամբ Միասնիկյան փողոցը բարձրանալով եկանք հասանք Լոլո ու գիշերը 12-ից մինչև լուսադը մենք Լոլոյում ինչքան ենք ապրել, այնքան ենք ապրել, լավ ուրախացել էինք եւ դա եմ շատ հիշում, որովհետեւ շատ մտերիմ հարազատ մարդկանցով էր ու շատ քաղցրություն կար այդ ամենի մեջ։ Բոլոր նոր տարիները ինչ որ ձև յուրահատուկ են, սպეციფիկ են, ամեն տարի յուրովի է լինում, բայց կարծում եմ ամենայուրահատուկ նոր տարին, երբ որ ես արդեն նոր ստատուսով որպես հայր եմ հանդես եկել նոր տարում, այսինքն դա 2000 թվականն էր, նախ ինքը հենց տարին 2000-ը բոլորս ուրիշ ձև էինք, չէ՞, սպասում, մանկուց կարծում էինք, թե դա մի ֆանտաստիկա է լինելու, բայց իմ համար ֆանտաստիկան դա իմ զավակի առաջի բալիկի Զորիի ծնունդն էր, որը դեկտեմբերի 11-ին ծնվել էր եւ ես արդեն որպես նոր կարգավիճակով դիմավորել եմ, կարծում եմ ամենայուրահատուկ նոր տարին եղել է 2000 թվականի նոր տարին։ Անցյալ տարին ինքը առաջի տարին էր Թորնիկիս հետ, առաջին նոր տարին էր Թորնիկիս հետ, ինչը եղել է արտասովոր զգացում, արտասովոր իրավիճակ, կարծում եմ մի նոր տարին է յուրահատուկ, երբ որ այդ տարում ինչ-որ մի ուրախություն կամ հաջողություն ունես, ինքը դառնում է յուրահատուկ հենց այդ տոնով։ Դա մի քանի տարի առաջ էր, մենք որոշեցինք Հայաստանից դուրս նշել ու Նյու Յորքում էր ու Նյու Յորքի լույսերը, նրանց վառման արարողությունը Rockefeller Center-ի տոնածառի երբեք չի ջնջվի իմ հիշողությունից եւ կարծում եմ այս տարին է շատ յուրահատուկ լինելու, որովհետեւ մենք նշում ենք ոչ թե մեր փոքրիկ ընտանիքով, այլ ամբողջ մեր բարեկամությամբ շուրջ 30 հոգի նոր տարվա գիշերը մեկ վայրում բոլորս միասին, կարծում եմ դա էլ է շատ հիշարժան լինելու, սպասում եմ անհամբեր այդ օրվան։ Մանկության նոր տարիները իրանք կարծես թե մի քանի տարի շատ աննկարագրելի լավն էին եւ այդ տարվա նոր տարիները իմ հիշողության մեջ են։ Մի քանի նոր տարիներ այլ շատ տարբերվող են եղել։ Ցավոք սրտի այդ նոր տարիները այսօր մենք չենք ունենում, բայց փորձում ենք նոր երանգներ, նոր գույներ տալ հաջորդ նոր տարիներին։ Յուրաքանչյուր նոր տարի ինձ համար յուրահատուկ է, որովհետև ես միշտ ուզում եմ նորություններ, փոփոխություններ։ Ինձ համար նոր տարվա յուրահատկությունը հենց այն է, որ մենք մի նոր կյանք ենք մտնում ու ես երբեք նոր տարվա օրերին Հայաստանը չեմ լքել ուրիշ երկրներում նշելու, ես նշում եմ իմ հարազատների հետ։ Եվ դա յուրահատուկ է նրանով, որ մենք հարազատներով հավաքվում ենք եւ մեր հիշողությունները մեզ տանում են այն երջանիկ եւ ուրախ տարիները։ Ամանորը դարձավ շատ ավելի կարևոր եւ հետաքրքիր, երբ իմ կյանքում իմ երեխաները հայտնվեցին, գիտեք, նոր խորհուրդ ստացավ տոնը, որովհետեւ ես սկսեցի իրագործել նրանց ցանկությունները նոր տարուն, հա, տարեմուտի այդ երեկոյին ես անպայման փորձում եմ ամեն տարի կատարել նրանց մի որևէ նվիրական երազանքը եւ դրանով ես ինձ երջանիկ եմ զգում։ Դրա համար բոլոր նոր տարիներն ինձ համար արդեն յուրահատուկ են դարձել։ Տարվա ընթացքում մենք ունենում ենք ամենատարբեր կանգառներ, բայց դրանց մեջ կա ամենակարևորը։ Հենց դրանով է արժևորվում անցնող տարին։ Դա այն պատմությունն է, որ մեզ դարձրել է ավելի գիտակից, ավելի ուժեղ,
կամ գուցե ավելի երջանիկ։ Այն գեղեցիկ, երիտասարդ, ուրախ աղջիկներն ու տղաներն են, ովքեր ձեռք են բերել տեսողություն։ Քանակ չեմ կարող ասել, հարյուրավոր չէ, հազարավոր, ամեն դեպքում իրենք բոլորը ուրախացնում են, ջերմացնում են իմ առօրյան։ Իհարկե ձեռքբերումը իրենցն է, բայց այսօր ինձ հենց մի կին, որը արդեն տարիքով կին էր, ինձ ասեց, գիտեք, դա ոչ թե ձեր անձնական հաղթանակն է, այլ մեր հաղթանակն է ձեր միջոցով, անանձնական հաղթանակա, ես այսպես զարմացա այդ բառից, ասեց դա մերն է, բայց ձեր միջոցով եւ շնորհակալ ենք դրա համար։ Իհարկե ձեռքբերում կարող եմ համարել դա։ Տարվա կարևորագույն իրադարձությունը ինձ համար իմ արվեստանոցի բացումն էր։ Ավելի ճիշտ վերաբացումը, վերաիմաստավորված, նոր խնդիրներով, նոր առաջարկներով եւ կարծում եմ, որ 2026 թվականին ինձ սպասում է շատ բուռն աշխատանքային տարի։ Բնականաբար իմ թորնուհու ծնունդն էր եւ իհարկե մի նոր կյանք եմ մտնում, սկսել եմ երգել եւ պարապում եմ վոկալ Եվա Սուջյանի մոտ եւ շատ շնորհակալ եմ նրան, որ նա բացահայտեց ինձ մեջ այդ ձիրքը։ Ես տուն ձեռք բերեցի, սարմանում էին, ոնց կարելի է այսքան տնտեսություն ստեղծած մարդը ապրի առանց տուն, բայց դե բնականաբար մեծ տնտեսություն ենք ստեղծել, դրան հերթը չէր հարցնում։ Մենք տուն ձեռք բերեցինք, արդեն ապրում ենք մեր տան մեջ, ունենք հրաշք 3 շունիկներ, շատ տաքուկ ջերմանկյուն եւ ամենակարևորներից մեկը աշխատանքի վայրում ձեռք ենք բերել ինովացիոն սարք, որը որ կրթությունը դարձնում է շատ հետաքրքիր ու թեթև։ 2025-ի մայիսին մենք բացեցինք մեր Էկլեր սրճարանը։ Էկլերի միտքը առաջացել է ընդամենը մեկ նկարից, երբ որ ես էկրանի վրա տեսել եմ մի քանի համի էկլերներ ու հասկացել եմ, եթե կարող եմ ունենալ 30 համի տիրամիսու, ինչու չունենամ շատ համերով էկլեր, ու այսպես ստացվեց Էկլեր սրճարանի բացումը մայիսին։ Էկլեր սրճարանի բացումը եւ իմ տղայի առաջին դասարան հաճախելը կարող եմ համարել տարվա լավագույն իրադարձությունները իմ կյանքում։ Յուրաքանչյուրս ունի ապրելու իր բանաձևը, մի նախադասություն, մի միտք, մի զգացողություն, որով ապրել ենք ամբողջ տարին եւ ուզում ենք մեր հետ տանել հաջորդ տարի։ Ինչ ես ինձ հիշում եմ, երևի թե 2 բանաձևեր կան, որոնք որ միգուցե սկզբում ոչ գիտակցաբար, երևի թե դաստիարակության միջոցով է դա իմ մեջ դրվել եւ ներկայումս արդեն նաեւ գիտակցաբար եւ այլ կերպ ես չեմ էլ պատկերացնում։ Դա առաջինը այն է, որ եթե դու անում ես մի գործ, դու պետք է լավ անես։ Չպետք է լինի միջինություն, երբեք չպետք է հաշտվել թերությունների հետ, անդադ պետք է փորձել շտկվել։ Եվ երկրորդ բանաձևը դա արա այն, ինչ ցանկանում ես քեզ անել, քո հանդեպ անել։ Բանաձևը, որը ոչ թե միայն այս տարի է ինձ ուղեկցել, ես ունեմ այդպես ինձ համար գրված կանոն, ես խիստ եմ, բայց արդար։ Բանաձև, որով ապրել եմ 25 թվականին, դա կհամարեմ համբերություն, էլի համբերություն, որովհետև համբերությունը դա կյանք է, գնահատանքի զգացում, չափի զգացում, այսինքն այն ինչը որ դու ունես, գնահատես եւ հավատք դեպի ապագա, այդ շրջանակներում է իմ բանաձևը 25 թվականի, դրանից առաջ, մյուս տարի եւ այդ բանաձևով եթե շարժվում ես, եթե դա կենսակերպ է այդ բանաձևը քեզ համար, նա բերում է արդեն ավելի մեծ ու լայն հնարավորությունների եւ ապրելակերպի։ Կա մի բանաձև, որ ես իմ ամբողջ կյանքում եմ առաջնորդվել եւ առաջնորդվում եմ, դա Աստվածաշնչյան խոսք է։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Եվ իհարկե, քանի որ դա որպես դեվիզ իմ կյանքում կա, իսկապես ես ամեն բան կարող եմ։ Իմ կյանքում միշտ մի բանաձև կա՝ աշխատել, աշխատել եւ աշխատել ու կատարելագործվել աշխատանքի հետ միասին։ Ես գտնում եմ, որ ցանկացած աշխատանք իր արդյունքը տալիս է ու ստանալ հաճույք այդ աշխատանքից։ Ցավոք սրտի 2025 թվականին ունեցանք ընտանեկան կորուստ եւ իմ շուրջը զգալով իմ ընկերներին, իմ հարազատներին, այն մեծ ջերմությունը, որ ես ստացա շրջապատի կողմից, կարծում եմ, որ դա պիտի 26 թվականին փոխանցեմ բոլորին։
Դա մի զգացում է, որ կոչվում է պարտավորվածություն, դա մի զգացում է, որ կոչվում է հարգանք ու նվիրվածություն մարդկությանը։ Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներից, հարազատներից, շրջապատից։ Կարծում եմ այդ խորհուրդը պետք է 26 թվականին ռեալիզացնեմ գոնե։ Իմ հաջողության բանաձևը միշտ եղել եւ շարունակում է մնալ աշխատասիրությունը եւ աշխատանքի մեջ բանիմաց լինելը, անդադար սովորել եւ գործի մեջ այսօր լինել ավելի լավը, քան երեկ։ Բանաձևը միայն 2025 թվականի համար չեմ ասի, այլ ընդհանուր վերջի տարիներին ինձ համար գոյություն ունի համառությունը եւ ամենօրյա քրտնաջան աշխատանքը, ցանկացած դժվարություն ինձ համար նոր հնարավորություն է եղել եւ 2025-ն էլ որպես այդպեսին բացառություն չի եղել եւ այն կամային հատկանիշները, որ ինձ մեջ կա, դա օգտագործելով կարողացել եմ դժվարություններ հաղթահարել եւ կարծում եմ հաջորդ տարիներին նույնպես կշարունակեմ։ Այս տարվա իմ բանաձևը դա ոգեշնչումն է, որով ես վերաբացեցի արվեստանոցը եւ կարծում եմ հենց այդ խորհրդանիշը պետք է տանեմ նոր 2026 թվական։ Տարվա ընթացքում մեզ շատ հարցեր են տալիս, երբեմն լուրջ, երբեմն զվարճալի, երբեմն շատ անսպասելի, բայց կա մի հարց, որը կրկնվում է ամենաշատը, ամեն օր, բոլոր բնագավառներում։ Ինձ օրինակ, երբ տեսնում են, հարցնում են, ինչ նորություն կա։ Ամենաշատը 2025 թվականին հնչել է, իսկ դուք պետպատվեր ունեք բժիշկ ջան։ Ես լավ եմ տեսնելու։ Պատասխանը իհարկե։ Էլ երբեք նոր սրճարան բացելու։ Չեն հարցնում, որ մազի գույնն է, ժամանակակից հիմա, որ կտրվածքն է, նորաձև, իրենք ինձ հարցնում են ոնց ես անում, որ հասցնում ես ամեն ինչ անել բացի քո աշխատանքից։ Եթե ամեն տարի նույն հարցը տակ, որ հարցն է ամենաշատը տարվա մեջ հնչում, ես կպատասխանեմ դպրոց երբեք բացելու։ Դերևս դա հենց ռոբոտային համակարգի հետ եւ դրա շուրջ կապված հարցերն էին, որովհետեւ այնքան մութ անկյուններ կային, բա երբ, բա ոնց, բա ինչ պետք է լինի, բա ոնց է կանելու, ով ա լինելու, ինչ ա լինելու։ Ցավոք այն է, որ երբ որևէ մի բարի գործ եմ ես կատարում, ինձ անպայման հարցնում են. վստահ ես, որ դա կհասնի տիրոջը կամ ճիշտ կհասկանան։ Ես ցավով պիտի արձանագրեմ, որ ես չեմ ուզում լսել այդ հարցը, որովհետեւ եթե ես ինչ-որ բան եմ անում, ընդհանրապես չեմ ակնկալում, որ ինչ-որ մեկը դա պետք է հասկանա կամ ինչ-որ կերպ դրա պատասխանը տա։ Երբ է բացվելու այսքան սպասված արվեստանոցը, քանի որ այն բոլորիս համար լինելու է աշխատանքային հարթակ։ Այս տարվա շնորհակալություն խոսքը ավելի շատ էր։ Միգուցե մարդկանց հոգեկան, հանգստի հետ է կապված, միգուցե մարդկանց տրամադրությունների հետ է կապված, բայց այս տարի շնորհակալություն բառը արտասովոր ավելի շատ ենք լսել, քան նախորդ տարիների ընթացքում, ինչ ուրախացնում է։ Նոր տարին մեզ բոլորիս միավորող մի բան էլ ունի՝ նվերները, եւ ոչ միայն փաթեթավորվածները, այլ անակնկալները, ժպիտները, որոնք սրտից են գալիս։ Նվերը պարզապես իր չէ, դա ջերմություն է, ուշադրություն է, հոգատարություն է, հիշողություն։ And now the end is near, and so I face the final curtain. My friend, I'll say it clear, I'll state my case at which I'm certain. I've lived a life that's full. I traveled each and every highway and more, much more than this. I did it my way. Իրականում ամանորվա նվերը ինձ համար առարկա չի, առարկայական չի։ Ինձ համար իմ ընտանիքի սերը, նրանց առողջ լինելը, նրանց սիրով շրջապատված լինելը լավագույն ամանորյա նվերն է։ Նվիրել շատ եմ սիրում, նվեր ստանալ ինչպես բոլորը, բայց ամենակարևորը պետք է միշտ աշխատես 10 ավելի շատ,
Քանց ակնկալես որ պիտի ստանաս, իհարկե նվիրել շատ եմ սիրում։ Պարտադիր։ Երեխաներից, թորնիկից, ընկերներից պարտադիր։ Մենք խաղում ենք Secret Santa-ն մեր տարբեր մասնաճյուղերում, ընտանիքով, բարեկամներով, ու այդ նվեր ընտրելը որքան էլ դժվար է, այդքան նաև շատ հաճելի է։ Սպասում եմ երբեմ նվիրելու եւ արձագանքը տեսնեմ իմ տված նվերի, որովհետեւ ես սովորաբար նվերը փորձում եմ ընտրել թե ինչ կհավաներ տվյալ անձում նվիրում եմ, ոչ թե որ ինձ դուր գա, հա, ես միշտ փորձում եմ նայել ինչ է տարվա ընթացքում ցանկացել ամուսինս, երեխաս կամ իմ գոլեգան, ըստ դրա եմ փորձում նվերը ընտրել։ Ու այս տարի, ինչպես նշեցի, քանի մենք 30 անձով ենք նշելու, պատկերացնում եք որքան շատ նվերներ ենք կատարել ու բավականին դժվար էր, բայց երբ հենց ձեռք ես բերում, արդեն ուրախությամբ ես լցվում։ Նվերները կարևոր են, կարծում եմ, բայց նվերները տարիքի հետ ես ավելի հասկանում եմ, որ շատ ավելի չափահաս մարդու համար միգուցե շատ ավելի կարևոր է այն վերաբերմունքը, այն ապրելակերպը, միգուցե մի փոքր զանգը, որ կարող են, բայց եթե մենք խոսում ենք բալիկների համար, իհարկե կարևոր է, շատ կարևոր է, որ այն սպասումները, որոնք այն այդ աչքերի տակ, այն ժպիտը եւ այն փոքրիկ մատիկներով պրպտում այդ տուփերի մեջ, որպեսզի դա լինի, որպեսզի այդ նոր տարվա հրաշքը իրականություն դառնա։ Իհարկե դրանք կարևոր են, բայց ներկայումս իմ համար ես սիրում եմ նվերներ տալ, շատ մեծ հաճույքով իհարկե նաև նվերներ եմ ստանում, բայց ավելի մեծ հաճույքով գնահատում եմ վերաբերմունքը։ Փառք Աստծո մեծ ընտանիք ենք շատ եւ իմ քուրիկների ընտանիքները դա մեր ընտանիքն է էլի եւ մենք 13 եւ ավել հոգի միշտ հավաքվում ենք եւ լիառատ նվերների օրեր են դա միմյանց տենց նվիրելու Պարտադիր բոլորին մենք դնում ենք այսպես տոնածառի տակ հավաքում ենք եւ հենց ժամը 12:30 սկսում ենք բացել, այդ թղթերը պատռել, երեխաները անկախ նրանից թե մեր տանը քանի հոգի է բոլորը ստանում են նվեր ու մեկը մյուսից։ Թող դա լինի փոքր, սիմվոլիկ, բայց հենց դրա մեջ է ուրախություն, իհարկե սիրում ենք։ Նվերներ տալ շատ եմ սիրում, բայց նվերներ ընդունելը միշտ ինձ մոտ մինչև այսօր մնացել է այդ մանկության տարիներից ամոթը, ես ամաչում եմ, երբ որ ինձ ինչ-որ բան են նվերում կամ ինձ ինչ-որ գովերքի խոսքեր են ասում, ես ամաչում եմ ու բոլորը զարմանում են, ասում են գնե դու խի ամոթել ունես, այնպես չի որ ասեմ հաճելի չէ, որտեվ ես միշտ եմ նվերներ ստանում եւ շատ եմ սիրում նվերներ անել այնպիսի նվերներ, որ ես կուզենայի ինձ նվիրեն։ Նվերներ անել շատ սիրում եմ, որովհետև Աստվածաշունչն էլ ասում լավ է տալ, քան առնելը, ու մենք մանկապարտեզում խաղում ենք Սանտայի։ Մենք ունենք 3 մասնաճյուղ, ես 3 մասնաճյուղերի հետ խաղում եմ, սկսում եմ նվերներ տալը այդտեղից, հետո իհարկե անցնում եմ իմ հարազատ բարեկամ մարդկանց, կարծես թե նվեր տալը փորձի ասել դու կարևոր ես ինձ համար։ Դրա համար ես սիրում եմ նվեր տալ ու եւս մեկ անգամ արժևորել, որ դիմացի մարդը ինձ համար շատ կարևոր է։ Նվերներ տալը ես շատ եմ սիրում եւ ինձ համար նաեւ կարևոր է թե նվեր տալուց հետո դու կարողանում ես ուրախացնել եւ նվերը գնահատված է լինում, այսինքն նրանով, որ դու ժամանակ ես հատկացնում եւ ուզում ես այնպեսի նվեր կատարել, որ նվերը ստացողը դրանով կուրախանա։ Եվ այդ ամբողջ գործընթացը նվեր ընտրելուց մինչև նվեր տալը ինձ համար հաճելի գործընթաց է եւ մեծ հաճույքով եմ այդ գործընթացին մասնակցում։ Բնականաբար ամեն տարի կան հարազատների մեջ եւ աշխատողների մեջ, որոնց համար մեծ սիրով նվերների ընտրություն եմ կատարում։ Ես նոր տարին շատ սիրում եմ նվերների պատճառով նաեւ։ Սիրում եմ ընտանիքիս անդամներին, հարազատներիս, մտերիմներիս, ընկերներիս նվերներ անել։ Գիտեք, շատ սիրում եմ նրանց հրճվանքով լեցուն աչքերը։ Ես դրանց լիցքավորվում եմ, ես դրանց ինձ շատ լավ եմ զգում։ Այս տարի ես ինքս ինձ եմ նվեր արել։ Մանկության տարիներին գյուղում երբ ես ապրում էի, միակ բանը, որից ես միշտ վախեցել եմ, դա մեր գյուղի մութ փողոցներն են։ Խոսքը Խաչի գյուղի մասին է։ Եվ այս տարի ես որոշեցի, որ գյուղի մի գեղեցիկ հատվածը, որտեղ հուշարձանն է,
այդ հատվածն ամբողջությամբ լուսավորենք եւ մշտական լուսավորություն ապահովենք այդտեղ։ Ես կարծում եմ, որ դա մեծագույն նվերներ ինքս ինձ։ Տոնածառի տակ միշտ ինչ որ բան է պահվում։ Մեկը փաթեթի մեջ, իսկ մյուսը երազանքի, ցանկության տեսքով, բայց միևնույն է, դրանք բոլորը փաթեթավորված են գույնզգույն ժապավեններով, ու մենք քանդում այդ ժապավենները, ու հենց դրա մեջ է երազանքը, հույսը, ու հենց դրանք են խորհրդանշում նաև նոր տարին։ Ամանորի տոնածառի տակ կերազեի գտնեմ Արցախը։ Ես կուզենայի, որ նոր տարվա տոնածառի տակից կարողանայի գտնել նվեր, որը որ կվերականգնի իմ ազգի արժանապատվությունը։ Խաղաղություն։ Գտնեի մի ծրար, որի մեջ լիներ սեր ու բարություն։ Ինչ որ երազում եմ դժվար լիներ տոնածառի տակ, բայց կարծում եմ ընտանեկան ալբոմ, մանկուց հավաքված ընտանեկան ալբոմ։ Խաղաղություն կուզենայի, որ լիներ տոնածառի տակ ու շատ կուզենայի, որ սերը առատ լիներ մարդկանց սրտում։ Ցանկացած սիմվոլիկ մի բան, օրինակ երեխաներից կողմից նկարված որևէ նկար կամ պատրաստված որևէ իր, եթե ինչ-որ բանի անունը նվեր է, արդեն իսկ շատ ուրախացնող է եւ տրամադրություն հաղորդող։ Կդժվարանամ նշել որևէ նյութական նվեր, որ կցանկանայի։ Ամանորի տոնածառի տակ լավ լուր, որ թորնիկ եմ ունենալու, կուզենայի այդ նվերը լուրի տեսքով։ Ես այդ ծրարը բարության ու սիրո կբացեի ու կտարածեի ամբողջ աշխարհով, մեկ որպեսզի աշխարհում բարությունն ու սերն մի քիչ ավելի շատ լիներ։ Ես կուզենայի աշխարհին նվիրեի մեծ հավատ առ Աստված, որ չարը քիչ լիներ, ցավը քիչ լիներ, մարդիկ քիչ տառապեին եւ շատ կուզենայի, որ մարդիկ հավատային իրենց ու իրենց կարողությանը։ Վերջնական խաղաղություն մոլորակի մակարդակով, այսինքն հաստատուն խաղաղություն երբեք պատերազմ չլինելու պայմանով։ Որոշեցի մի բառով դա ամփոփեմ, դա բարությունն է։ Եթե մարդիկ բարի գտնվեն, մնացած հոգատարություն, սեր միանշանակ հաջորդելու է բարությանը, ես կուզեի ուղղակի աշխարհը բարությամբ լցվեր։ Բժիշկները կարծում եմ այդ նվեր ամեն օր են անում, իրենց կյանքը, իրենց սիրտը, իրենց ժամանակը, իրենց գիտելիքը, իրենց առաքելությունն են կատարում ամեն օր, պատրաստ եմ։ Իհարկե խաղաղությունը ես կնվիրեի, որովհետև խաղաղ պայմաններում ամեն հարցեր հնարավոր է լուծել իրապես։ Կուզենայի նվիրել իմ սրտի սերը, որը որ արտացոլվում է իմ աշխատանքների, իմ արվեստի մեջ։ Խաղաղություն կտամ տոնածառի տակից վերցրած։ Երբ դեկտեմբերի 31-ին ժամը 12-ին հնչում են աշխարհի զանգերը, ազդարարելով գալը նոր տարվա, պարզապես օրացույցը չի փոխվում։ Դա մոգական պահ է։ Կարծես ժամանակը մի պահ կանգ է առնում աշխարհի բոլոր ծայրերում եւ սկսվում է ամենայն նորի սկիզբը, նոր հույսերի, նոր երազանքների եւ գեղեցիկ ակնկալիքների։ Ես այդ պահին մոռանում եմ բոլոր խնդիրները, որ կան աշխարհի երեսին։ Մենք այդ պահին միշտ փորձում ենք բաժակները նույն վայրկյանին իրար կպցնել ու միմյանց շնորհավորել եւ ու հետևում ենք հեռուստացույցով զանգերի հետ հաշվարկին ընտանիքով համատեղ։ Սուրբ պահը դա իմ համար, որովհետեւ խորհում եմ տարվա մասին, մտածում եմ ինչ եմ արել, ինչն եմ կարևորել, ինչն եմ բաց թողել, ում եմ նեղացրել, ներողություն եմ խնդրում, թեկուզ սրտի մեջ եւ իհարկե տարին սկսում եմ աղոթքով, որովհետեւ եկեք չմոռանանք, որ ամանորը նոր տարին անգլերեն Merry Christmas է, դա Քրիստոսի ծննդյան խորհուրդն ունի, ուստի շնորհակալություն չհայտնել Աստծուն, որ ինքը ծնվել է եւ մեզ տվել է հավիտենական կյանք, բնականաբար չեմ կարող։ Մի հետաքրքիր բան եմ անում ամեն տարի 12-ին 5 պակաս մի մոմ վառում եմ դրսում, մի մոմ վառում եմ ներսում։ Եվ իմ ցանկությունները, իմ նպատակը միշտ եղել է, որ այն մարդիկ, որ ես սիրում եմ, լինեն առողջ, երջանիկ
եւ դա կապված է ինձ հետ, որովհետեւ եթե ինձ շրջապատեն առողջ երջանիկ մարդիկ, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդ։ Մանկուց ինձ համար ամանորը ինչ որ մի գաղտնիք ունեցող, մի խորը խորհուրդ ունեցող, մի հեքիաթային օր էր, եւ այդ 12-ին երբ զանգերը հնչում են, ինձ թվում էր, որ անպայման իմ բոլոր երազանքները պիտի կատարվեն։ Եվ ես միշտ երազանք էի պահում եւ սրտադրով սպասում էի այդ վարքյանին։ Եվ հիմա նույնպես կարծում եմ, որ տարիքի հետ ոչինչ չի փոխվել։ Դրսում իհարկե մենք բարձրացնում ենք գավաթները եւ բոլորս իրար ենք շնորհավորում։ Այսօր իմ ծնողները ինձանից հեռու են եւ առաջին գործը, որ ես անում եմ, նրանց հետ եմ կապ հաստատում, փորձում եմ նրանց շնորհավորել։ Թե ինչ է կատարվում ներսում, երևի թե դա շատ անձնական է եւ երևի թե դա բառերով ներկայացնել իրապես հնարավոր չէ, որովհետեւ անկախ մեր ակնհայտ ցանկությունների մենք ունենք ցանկություններ, իղձեր, պատկերացումներ, որոնք որ աղոթքի ձևով մեր ներսում են եւ առնոր տարի առ Աստված, առ Հիսուսի ծնունդ մենք եւի թե մեր ներսում ենք դրանք բարձրացնում եւ ակնկալում ենք, որ դրանք լսելի կլինեն եւ իրականանալի կլինեն, իրագործելի կլինեն մեր հաջորդ այս անգամ արդեն 2026 թվականին։ Ինձ համար դա աղոթքի պահն է։ Ես պարտադիր այդ վարքյաններին, երբ զանգերը հնչում են, ես միշտ աղոթում եմ։ Ես խնդրում եմ Աստծուց, որ տվյալ տարին, որը մուտք է գործում մեր կյանք, հաջողության, առողջության տարի լինի եւ կարծես ներսումս ամեն ինչ սպասումի է վերածվում եւ այո, ինձ համար աղոթքի պահ է։ Վարքյանների ես միշտ աղոթում եմ։ Ես Աստծուց խնդրում եմ, որ իմ հարազատները եւ այն մարդիկ, ովքեր շատ կարեւոր են ինձ համար, առողջ լինեն եւ իմ կյանքից անպակաս լինեն։ Ես նպատակներ դնող եւ դրանք իրագործող մարդ եմ, մնացած ամեն ինչը ես ինքս փորձում եմ իրագործել, բայց Աստծուց այդ պահին կոնկրետ խնդրում եմ, որպեսզի ինձ հարազատ մարդիկ միշտ լինեն իմ կյանքում։ Ես միշտ այդ զգացողությունը կապել եմ ժամանակի հետ։ Իմ զգացողությունն է լինում, որ մենք ժամանակի մեջ սահմանափակ ենք եւ պետք է ճիշտ կառավարենք մեր ժամանակը։ Բացի աշխատանքից կարողանանք նվիրել մեր հարազատներին։ Ժամանակի կառավարման հետ է կապված այդ զգացողությունը։ Բնականաբար ժպիտ, շնորհավորանքներ, ամբողջ այդ օրը տոն է լինում, բնականաբար հաջորդ օրը նույնպես, բայց վերհիշելու եւ մտածելու նոր սկիզբ է տալիս ինձ համար։ Երբ որ 12-ը խփում է, մենք բոլորս պարտադիր համբուրում ենք սեղանի շուրջ գտնվող այդ տարվա նշանը կրող ընտանիքի անդամին, պարտադիր, բոլորը առաջի համբույրի, դե իհարկե շամպայնը եւ երգում ենք եւ բարձրաձայնում ենք, ճչում ենք, բայց այդ պահը իրոք հենց այդ պահին ուզում ես պահես երազանք ու հուսով եմ, որ իրականանում է։ Ես այսպես չեմ կարող ասել, թե ամեն տարի ինչ եմ պահել, բայց Փառք Աստծո, շնորհակալ եմ։ Շատ էմոցիոնալ պահ է այդ պահը, բոլորի քո հարազատների, բարեկամների, ծնողների, բալիկների աչքերի մեջ էլ ես դու նկատում այդ նույն եւ լրջությունը, եւ ուրախությունը, եւ թախիծը նախորդ տարվա եւ միանշանակ երազանք պահելու ակնթարթ է այդ մի վարքյանը, որ դու անպայման ուզում ես պահես այդ երազանքը կամ երազանքները եւ հավատքով ես դա անում, կարծես առ Աստված մի բան հավատքով խնդրես, այդ նոր տարում ես այո երազանք պահում եմ։ Այս տարի կարծում եմ իմ ընտանիքին համախմբելով սեղանի շուրջ բաժակները կբարձրացնենք վերև, կհիշենք մեր ծնողներին, շնորհակալություն կասենք Աստծուն մեր ապրած կյանքի համար եւ կարծում եմ մեր երկրի համար կցանկանանք առողջություն, խաղաղություն, հանդարտություն եւ որ մեր բոլորիս ապագան ավելի լավ ու պարզ լինի։ Սիրով շնորհավորում եմ համայն հայության ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Մաղթում եմ անսահման սեր եւ ժպիտներ։ Թող գալիք տարին բերի մեր երկրին խաղաղություն եւ բարեկեցություն։ Իմ նոր տարի հերվից ահա լույսն է քո մոտենում։ Տարի ուրիշ տարի դու նվեր սեր ու խնդության, դու իմ բարի այնքան մեզ ներում ես ու վերհանում, արի մաքրիր քո բարությամբ։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։
2026 թվականը թող բոլորի օջախներին բերի խաղաղություն, համերաշխություն, սեր ու երջանկություն։ Տոնա ծար ջան, տոնա ծար, ինձ սիրուն ես ու պայծառ, ես ինչ լավն ես, ես ինչ լավն ես, չորս կողմդ լույս է պայծառ։ Ես կուզեմ, որ այս գնացող տարին իր հետ տանի բոլոր անհաջողությունները, բոլոր խնդիրները, որ եղել է մեզ մոտ, թող դա մնա այս տարվա մեջ, իսկ նոր եկող 26 թվականը թող բերի միայն լավն ու բարին, թող խաղաղություն լինի, խաղաղության տարի լինի, առողջության տարի լինի, թող բոլոր երազանքները, իղձերը թող կատարվեն, թող կանաչ լույսը վառի բոլոր մեր կյանքի ճանապարհներին եւ թող Աստծո ձեռքը լինի մեր հայության վրա։ Շնորհավոր նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ Թող նոր տարին բոլորի տները բերի ուրախություն եւ երջանկություն։ Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Սիրով շնորհավորում եմ բոլորին գալիք նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ Թող 2026 թվականը լինի առողջության, հաջողության, երջանկության եւ իհարկե խաղաղության տարի։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Հարգելի իմ հայ ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորիդ նոր տարվա կապակցությամբ, մաղթում եմ ամենակարևոր առողջություն, շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 2026 թվականին բոլորիս մաղթում եմ սեր, առատություն, լիություն, խնդություն, բարեկեցություն, առողջություն, Աստված օրհնի բոլորիդ ընտանիքները, շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Մաղթում եմ, որ 2026 թվականը լինի մեր ազգի եւ բանակի համար արժանապատիվ խաղաղության տարի, մեր ազգաբնակչությանը մաղթում եմ առողջություն, երջանկություն, երազանքների իրականացում։ Շնորհավոր, ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Եթե ուզում ես շուրջդ լուսավոր լինի, արևը պիտի կրես ներսումդ։ Ես մաղթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը այդ արևը ունենա իր ներսում եւ իր շուրջը սփռի բարություն, սեր ու ջերմություն։ Դրանից հաստատ յուրաքանչյուրիս կյանքը շատ ավելի լավը կդառնա։ Շնորհավոր ամանոր։ Սիրելիներս, ես ուզում եմ մաղթել ձեզ քաջ առողջություն, ուզում եմ իմ սերը նվիրել ձեզ եւ ցանկանալ, որպեսզի դուք սիրեք։ Սերը փրկելու է աշխարհը, փրկելու է մեր երկիրը, քանի որ մենք ունենք սիրո պակաս։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Մաղթում եմ, որ բոլորիս կյանքում մի նոր հրաշքի սկիզբ լինի այս տարում։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ, շնորհավոր գալիք 2026։ Թող հաճախ լինեն առիթները ձեր օջախներում, որ հնչի։ Ձեր աչքը լույս լինի, եւ ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ Իսկ հիմա իհարկե ցանկանում ենք բոլորիս խաղաղ երկինք, առողջություն եւ միայն լավ լուրեր։ Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս 2026 թվականի արդիվ։ Ցանկանում եմ բոլորիս հաջողություն, մեծ հաղթանակներ, կարողանանք դժվարություններն հաղթահարել ավելի վստահ եւ ունենանք արդյունավետ տարի։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Ցանկանում եմ, որ 2026-ին հրեղենձին բոցավառի մեր սրտերը եւ սեր տիրի մեր երկրում, աշխարհում, տիեզերքում։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Հարգելի հայրենակիցներ, սրտան շնորհավորում եմ բոլորիս ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ։ Մաղթում եմ նոր տարում լինենք ավելի խաղաղ, լինենք ավելի երջանիկ, լինենք ավելի առողջ եւ սիրենք միմյանց, գնահատենք միմյանց,
թե ու տիկունք լինենք միմյանց։ Այս երեկոն հիշեցրեց, որ տարիները փոխվում են, բայց արժեքները մնում են նույնը։ Թող գալիք տարին բերի ավելի շատ լույս, ավելի շատ հույս, ավելի շատ լավատեսություն, ավելի շատ մարդասիրություն եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ։ Եվ թող յուրաքանչյուրս իր տեղում անի այն, ինչ աշխարհը դարձնում է ավելի լավը։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Hayasani, Sirur, Hayasani.